Գեղամ Նահապետի որդի Սիսակի հիմնած Սիսյանն այսօր ապրող ինքնատիպ եւ բազմաթիվ խնդիրներ ունեցող, բայց լավատես քաղաք է, որն ունի տարբեր խառնվածքի տեր բնակիչներ, որոնք անսահման սիրում են իրենց բնակավայրը։ Սիսյանցիներին ոգեշնչում է հազարամյակներից եկող իրենց պատմությունը եւ հազարամյակների պատմական ժառանգությունը։ Այսօր իրենց ամենօրյա աշխատանքով քաղաքի հազարամյակների պատմությունը շարունակում են առօրյա հոգսերով եւ խնդիրներով ապրող սիսյանցիները։ Սիսյանը Սյունիքի այն քաղաքներից է, որտեղ խնդիրները տեսանելի են ամեն քայլափոխի։ Սիսյանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանը լավատեսորեն է տրամադրված եւ կարծում է աստիճանաբար Սիսյանը կգտնի իր հարցերի լուծումները։ Սիսյանում խնդիրները շատ են, հիմնականում ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ են, խմելու ջուր, ոռոգման ջուր, ասֆալտապատում, այդքան են հիմնական կարևոր խնդիրները, մնացածը դրանից բխող խնդիրներ են։ Մեծամասնամբ ասֆալտապատման մասով ջրագծերը պլանավորված 2026 թվականին, որ բնակավայր որ խնդիրներ ունեն, գրեթե ամբողջությամբ կլուծվեն։ Ընդհանրապես խոչընդոտող թերևս այս մեկ տարվա մեջ ոչինչ չի եղել են նպատակները փորձել ենք իրականացնել։ Սիսյանում կան դեռ բազմաթիվ փողոցներ, որ ասֆալտապատված չեն, երբևէ չեն եղել ասֆալտապատ, կան բնակավայրերում, որոնք նույնպես ասֆալտապատման խնդիր ունեն, դրանք իրան ներառված, եւ կան բնակավայրեր, որ ջրագծերը երբևէ ներառված չեն եղել, 26 թվականին ներառվել են կաթոլիկ աշխատանքների մեջ, կան նաեւ մանկապարտեզի խնդիր, դա էլ է ներառված 2026 թվականին, թվով 2 հատ, մեկը Սիսյանում, մեկը բռնակոտ բնակավայրում։ Ենթակառուցվածքներից բացի նաեւ մեր տեսարժան վայրեր ունենք, բազմաթիվ, փորձում ենք վերանորոգենք, արդիականացնենք, որ տուրիստ շատ գա մեր Սիսյան համայնք։ Հրաշք լիներ կրկնվեր, այն հրաշքը իրական, առուն ստվերը ստաներ, ջրաղացպանի աղջկան։ Սիսյանցի տաղանդաշատ բանաստեղծ Համո Սահյանի խոսքերն են։ Իսկ ինչով են ապրում այսօր սիսյանցի երիտասարդները, ինչ խնդիրներ եւ ցանկություններ ունեն։ Սիսյանցուն ամենաշատը անհանգստացնում այս պահին աշխատանքի բացակայությունը, երիտասարդների շրջանում աշխատանքը գրեթե չի ճարվում, չի լինում։ Մնում են երիտասարդները Սիսյանում, թե ոչ։ Այո, մնում են, հիմնականում մնում են։ Ուսման հետ կապված ուսում են ստանում, վերադառնում Սիսյան ու աշխատում։ Ներկայումս ես ունեմ 2 երեխա, մեկը Ռուսաստանա, մեկը ստեղա, հեսա 25 տարի է Ռուսաստանա, աշխատանքի բերումով թողել գնացել է, իսկ մյուս տղեստեյա աշխատանք նորմալնի չի լինում, տարբեր տեղեր աշխատանքը փոխում է, то ղափան աշխատում, то այս Աշոտավան, հիմա էլ տարել են ջերմուկ, մի շաբաթ աշխատել, հիմա ներկայումս տունը նստած է, երիտասարդը ոնց ապրի, ընտանիք ունի ինքն էլ թորներով, որ պիտի ապրի, դեմն էլ նոր տարիական, բայց ներկայումս տունը նստած է։ Կարծում եմ առաջին հերթին մաքրությունն է, որ պետք է առաջնահերթ տեղում լինի, շենքերի բարեկարգությունը, կարծում եմ դա առաջին հերթին։ Իսկ երիտասարդները մնում են Սիսյանում։ Ցավոք, բայց ոչ։ Տեղափոխվում են Երևան, այնտեղ ուսումը շարունակելու եւ հենց այնտեղ էլ հիմնավորվում են եւ փորձում են աշխատանք գտնել։ Իսկ ըստ ինչ պետք է արվի, որ Սիսյանի երիտասարդները մնան Սիսյանում, վերադառնան Սիսյանից։ Կարծում եմ աշխատատեղեր շատացնելը երիտասարդների համար, որ իրենք էլ կարողանան հենց այստեղ էլ մնալ։ Սիսյանի երիտասարդները փախչում են, չեն մնում, ոչ մեկն էլ չի մնում ասմաստեղ, ոչինչ չկա, բայց մենք ուզում ենք, որ երիտասարդները մնա, եթե երիտասարդները գնում են հիմնականում, արդեն դատարկվում է, երիտասարդ չկա, ծերեր են, ծերանոց է դարել արդեն Սիսյանը։ Սիսյանցուն աշխատանք լինի, գործ լինի, մարդիկ աշխատեն, ընտանիք պահեն, ինչ պիտի լինի։ Լավն է, աշխարհի խաղաղություն լինի, կռիվ չլինի, մարդիկ խաղաղ ապրեն։ Բա ինչ մեղք են ժողովուրդը, քանի զոհեր ունեցանք։ Իսկ երիտասարդները մնում են Սիսյանում։ Դե հա, որ գործալնում, աշխատանք ալնում մնում են, որ չինում թողում են ստեից այդ մենք քաղաք տեղ ապրում են։ Հիմա ուրա կան էլի երիտասարդ շատ կան։ Կան, մնում են, գնում են։ Ընդհանուր առմամբ Սիսյանում կա երիտասարդական կյանք, երիտասարդների համար հնարավորություն։ Այստեղ երիտասարդ մնացել է, գյուղարանքն է մնացել է, որ ստե մնա, հա, կիսաչափով կան երիտասարդներ, որ գործան աշխատանք մնում են, որ չէ
Թողում են գնում են Հայաստանից, գնում են էյաներ երկրներ աշխատում են, մարդիկ ինչ անեն, տուն ու տեղ են պահում։ Ստե այդքան էլ գործ չկա, աշխատանք չկա, տրամամարտիկ ստես գնում են։ Չանեն։ Ընտանիք պահելու համար։ Էլի հարցեր կա, տվեք։ Սիսիանի համայնքապետը խոստանում է կրթություն ստացած եւ Սիսիան վերադարձած երիտասարդներին ապահովել աշխատանքով։ Երիտասարդների մասով էլ աշխատանքի խնդիրը չունենք, երիտասարդը որ ավարտում է, ինքը կարող է գաստել, մենք իրեն աշխատանքով կապահովենք, որպեսզի մնա այստեղ։ Սիսիանում ուշադիր հետևում են ազգային ժողովի եւ կառավարության նիստերին։ Մասնավորապես մեր զրուցակիցներից մի կենսաթոշակառու դժգոհ էր ոչ միայն սահմանային իրավիճակից, այլ նաեւ ներսերտել էր առողջապահական բարեփոխումների եւ կենսաթոշակառուների վերաբերյալ վարչապետի արած հայտարարություններից, ուրույն ձևով մեկնաբանելով այն։ Սիսիանցուն ամենից շատ հանգստացնում է երկրի իրավիճակը, պատերազմական իրավիճակը, ադրբեջանցիների նստած սերլեչի գլխին եւ իհարկե թոշակների հարցով կարող եմ ասել չբարձրացման խնդիրը եւ թոշակառուին անպատվելով սխալ արտահայտություն անելով չգիտի որտեղ ծախսի եւ ինչ դեղարդե սխալ դեղարդելու արտահայտությունները եւ այլևս ոչինչ չեմ ուզում ասեմ կներես Ազիզ ջան, ես խիստ նեղացած եմ մեր կառավարությունից։ Սիսիանցիների ցանկությունները եւ խնդրանքները շատ կոնկրետ են եւ հասցեական։ Սիսիանցունը մեր գյուղի համար շատ անհանգստացնում է մեր տրանսպորտը, որ գյուղը տրանսպորտ չի մտնում։ Երթևեկություն չկա էլի գյուղը։ Ձեր որ գյուղն է։ Մուտքը Բարսավանը։ Հա, մեզ ամենահանգստացնող հարցը դա է որ չի կարգավորվում։ Մեզ հրատապ է դա։ Այսօր թոշակ ստանալու համար ես 5000 դրամ պետք է տամ, տաքսում գամ, 5000 դրամ տամ, հետ գնամ որ 36000 թոշակ պետք է ստանամ։ Այդ ամենացավոտ հարցն է մեր հատկապես մեր այդ ծեդացած գյուղի համար։ Դա մեզ անհանգստացնող հարց տաս։ Մենք անհանգստանալու ոչինչ չունենք, թոշակառու ենք։ Ապրում ենք մեզ համար հանգիստ խաղաղ։ Ուզում ենք երկիրը խաղաղ լինի, աշխարհում խաղաղություն լինի, մենք էլ հանգիստ ապրենք։ Ուրիշ ոչինչ չունեմ։ Իսկ դες անվտանգային խնդիրներն անհանգստացնում են։ Ոչ, մենք չունենք անվտանգելու խնդիր, ոչինչ չունենք։ Ինչից պիտի վախենանք։ Եթե մեր կողի շրջապատի մեր հարևանները մեզ հետ լավ լինեն, մենք լավ ենք, չէ։ Սիսիանցուն անհանգստացնում է բնությունը ներկայումս, որ գյուղացու գործերին լրիվ խփում է դաշտերի տեսակետից։ Սովորական մարդիկ ապրում են հոգսերով, մտածում են դաշտը ոնց ցանեն, բերքը ոնց վերցնեն, բայց ոչ մի բերք էլ չեն ստանում, արդյունք չի լինում։ Երիտասարդներին հսկում, այդ մեծ նշանակություն ունի, չխմեն, չնստեն ռուլին, վթար չլինի։ Ամենակարևորը դա է։ Ես սպասում ենք դիմավորենք նոր տարուն, Ինանք նոր տարին ինչ բարիքներ կբերի ժողովրդի համար։ Սիսիանը Հայաստանի ամենակիչ բացահայտված եւ բազմաթիվ խնդիրներ ունեցող, բայց իր մեջ մեծ ներուժ պարունակող համայնքներից է։ Ոչ շատ ուշ մենք կրկին կվերադառնանք Սիսիան, ակնկալելով, որ արդեն լուծված կլինեն մի շարք կարևոր հարցեր։